Երջանկահիշատակ դերասան Արա Դեղտիրիկյանի դուստրը Մանան Դեղտիրիկյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել էր. «Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին, վայ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ խղճիդ պատմությանը, ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ»։ Մանանը մեջ բերել էր Գարեգին Նժդեհի խոսքերից մեկը։ Որ տարիներ առաջ իր տված հարցազրույցներում դերասանը նշել էր. «Կարծում եմ անունս վատ չի ազդել ճակատագրիս վրա, դրական է անդրադարձել իմ կյանքի վրա, ես գոհ եմ իմ անունից, հարմարված եմ դրա հետ, ընկերներս էլ են սիրում այն, չեմ սիրում թափթփվածություն են ձգտում են, որ շուրջս ամեն բան հավաք, տեղը տեղին լինի, օրինակ հյուրախաղերի ժամանակ էլ երբ տանից հեռու եմ լինում, կարգ ու կանոն եմ հաստատում շուրջս, երևի թսբեհներ եմ շատ օգտագործում, արդեն վաղուց ունեմ մեծ հավաքածու, որը իրենց նվերներով համալրել են նաև մի շարք հայտնի ճանաչված անձինք, օրինակ տանը հեռուստացույց դիտելիս միշտ ձեռքիս թսբեհ է լինում, մի քիչ պապիկական սովորություն է, իմ սիրելի արտիստները շատ են, օրինակ միշտ հիացած եմ եղել Ավետ Ավետիսյանով, նա մեծագույն հոյակապ դերասան է, ինձ համար շատ սիրելի են Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, արտասահմանցիներից Ալ Պաչինոն, Ջեք Նիկոլսոնը։ Ես միշտ սիրով շեշտել եմ, որ իմ ստեղծագործական կյանքում մեծ դերակատարություն է ունեցել առաջին ուսուցիչս երջանկահիշատակ բեմադրիչ Զավեն Տատինցյանը, նրանից գիտելիքների և փորձի հսկայական պաշար եմ ստացել։ Կնոջս հետ հանդիպումը մեր դստեր ծնունդը իմ կյանքի ճակատագրական պահերից են, եթե մարդու ընտանիքը կայուն հիմքեր չի ունենում, դա ճակատագրական հարված է նրա համար, այդ առումով ես երջանիկ մարդ եմ, լավ ընտանիքը կյանքի մեծագույն պարգևն է, թերահավատ չեմ, մեկուսացում չեմ սիրում, նախընտրում եմ լինել ընկերական շրջապատում, շփվել հաճելի մարդկանց հետ, անհամբերել չեմ։ Ամենամեծ միֆն այն է, որ ասում են, թե տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներ են, կարծում եմ դա չափազանցված է, կանայք տղամարդկանցից շատ ավելի ուժեղ են, եթե նույնիսկ հաշվի առնենք միայն այն, որ նրանք կարող են երեխա ծնել, դիմանալ մի շարք դժվարությունների, կործանված է այն մարդը, ով չգիտի սիրել և չունի հումորի զգացում, զղջում եմ, որ փորձում եմ ոչ մի բանի համար չզղջալ, կարծում եմ կյանքում մեծ զգալի սխալներ թույլ չեմ տվել։ Ես իմ առաջին սիրո խոստովանությունն արել եմ ապագա կնոջս բանակից վերադառնալուց հետո ինստիտուտում, իդեպ նա մինչև հիմա հիշեցնում է, որ ես իրեն հեռախոսով եմ ամուսնության առաջարկ արել, առհասարակ ես սիրում եմ անակնկալներ մատուցել ընտանիքիս անդամներին, երբ նոր էի ամուսնացել, մի սեփական տամբակում գեղեցիկ վարդեր տեսա, տիրոջը շատ խնդրեցի դրանք ինձ վաճառել, կինս ասում է, որ այդպիսի վարդեր մինչև հիմա չի ստացել, դրանք ավելի քան 20 օր չէին թառամում, միշտ ցանկացել, բայց չեմ հասցրել, չկա նման բան, նույնիսկ մի փոքր ուշացումով միշտ էլ արել եմ ուզածս, իմ սիրելի նկարիչներն են Մոդիլյանին, Վան Գոգը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, եթե կյանքից հետո կյանք կա, ապա ես ռեալ եմ նայում նման հարցերին, ապրում եմ այս պահով, բայց եթե նման բան կա, ապա կցանկանայի, որ այդ կյանքն էլ հետաքրքիր լիներ։ Գաղտնիք չէ, որ Արա Դեղտիրիկյանի կինը Կարինե Աճեմյանը քաղաքական գործիչ է, դեռ տարիներ առաջ խոսելով այդ թեմայի մասին դերասանն ընդգծել էր. «Իմ կինը քաղաքական մեծ ճանապարհ է անցել, այնպես չէ, որ մյուս նորաթուխ պատգամավորների նման է, ես կարծում եմ այդ աշխատանքը գնահատվել է և նա իր արժանի տեղն է զբաղեցրել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում։ Երբ դեռ մի քանի տարի առաջ կինս որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին, մեզ մոտ ոչ մի խնդիր չառաջացավ, ես ինքս անկուսակցական եմ, քանի որ կարծում եմ դերասանը պետք է ազատ լինի, բայց սատարելու եմ իմ կնոջը»։ Առաջին լրատվականի այն հարցին, թե դժվար չէ արդյոք դերասան լինելով հանդերձ լինել նաև պատգամավորի ամուսին, նա պատասխանել էր. «Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ, իհարկե լինում են ինչ-ինչ հարցեր, որոնց շուրջ մենք տարբեր տեսակետներ ենք հայտնում, բայց երբեք վեճեր կամ խնդիրներ չեն առաջացել, մեր աղջիկը ևս այս հարցին նորմալ է վերաբերում, ես կցանկանայի, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ անցնեն քաղաքական ճանապարհ, եթե մարդկանց թվում է, որ ԱԺ-ում հայտնվելը միայն կոճակ սեղմելն է, շատ են սխալվում»։ Դեռ 2015 թվականին, երբ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, դերասանն ընդգծել էր. «Ձեր ասած շոու բիզնեսի ներկայացուցիչներն իմ համար այնքան էլ ներկայացուցիչներ չեն, ես երեկոյան տանից դուրս եմ գալիս, նայում եմ, տեսնում եմ, շփվում մարդկանց հետ, իհարկե լավ չէ, որ հոսանքդ հանգանում է, հատկապես սոցիալապես անապահով խավի համար, նորմալ է, որ մարդիկ իրենց խոսքը բարձրացնում են, բայց դա պետք է լինի նորմալ, առանց օրենքի խախտման, միջադեպերի, չեմ կարծում դա է պատճառը,
որ ոստիկանությունը ինչ-որ քայլերի չի գնում, ուղղակի նրանք էլ են ուզում մասնակից դառնալ։ Ինչքան որ հեռուստացույցով ես տեսա, մեր ոստիկանները բավական երկար ժամանակ համոզում էին, որ Բաղրամյան փողոցի այդ հատվածը բացեն եւ գնան իրենց ակցիան անեն Ազատության հրապարակում։ Նրանք չէին համաձայնվում։ Հետո նախագահականը հրավիրեց 4-5 հոգանոց պատվիրակություն, դա էլ չհամաձայնվեցին։ Հասկանում եք, այդ փողոցը երկար ժամանակ փակել, քաղաքը կտրել անցուդարձից սխալ է։ Հետո արդեն ոստիկանությունը դիմեց կտրուկ միջոցների։ Իհարկե ոչ մի բռնություն նորմալ չէ, ես նորմալ չեմ համարում։ Եթե մարդիկ են տուժում մարդկանց վրա, ուժ են գործադրում, ոնց կարելի է նորմալ համարել, չգիտեմ ինչ ասեմ։ Լավ կլիներ ընդհանուր եզրակացության գային այնպես լիներ, որ ջրցան մեքենաները գործի չդնեին։ Մեր ոստիկանությունը որոշեց այլևս ուժ չկիրառել, համբերությամբ են լցվել, տեսնեն ինչ է լինելու։ Դա նորմալ չէ, երևի սպասում են ինչ-որ ելքի։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ կարող ավելացնել։ Կարևորը, որ հավաքվածները խուժան մասսան չէ, կիրթ երիտասարդներ են, թափթփուկներ չեն, մարդիկ են, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։ Իմ առաջին հիշողությունների հերոսները ծնողներս են, անհնար է անտարբեր անցնել մարդկանց կողքով, որոնք առհասարակ անտարբերությունը լավ բան չէ։ Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ, միշտ պետք է լինել ազնիվ, պարկեշտ, երևի հնացած բաներ եմ ասում, սրանք կարևորագույն որակներ են, որոնցով մարդ պետք է առաջնորդվի։ Այն ամենը, ինչին հասել եմ իմ աշխատասիրության, նվիրվածության, երևի ինձ տրված շնորհի շնորհիվ է։ Մասնագիտական առումով միշտ փորձել եմ հղկվել, հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք գիտակից adekvat չեն, այն մարդկանց կարծիքն եմ հաշվի առնում, որոնց մարդկային տեսակը բարձր եմ համարում։ Չգիտեմ, դա պետք է մտերիմներիս հարցնել, թե արդյոք ունեմ բնավորության մի գիծ, որի համար մտերիմները միշտ ինձ մեղադրում են։ Իմ համառությունը կարող է հաղթել, բայց ճիշտն ասած ես այդքան էլ համառ չեմ։ Տարօրինակ սովորություններ առանձնապես չունեմ։ Հստակ չեմ կողմնորոշվում, բայց հաստատ ինձ մի բարի մուլտհերոսի եմ նմանացնում։ Ես ոչ մի բանից կախում չունեմ։ Միշտ հնարավոր է լինել սիրահարված։ Ես արդեն 33 տարի է սիրահարված եմ, ապրում եմ իմ սիրելի կնոջ հետ։ Սերը միշտ մնում է, պարզապես տարիների ընթացքում վերածվում է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միևնույն ուղղությամբ, իսկ թրթիռներն իհարկե մնում են, հասնում անբացատրելի մի ստադիայի։ Աշխարհի ամենալավ տեղը իմ տունն է։ Դա այնտեղն է, որտեղ ինձ զգում եմ հանգիստ, հասկացված եւ կարոտում եմ, ուր էլ որ լինեմ։ Իսկ ընդհանրապես աշխարհում շատ գեղեցիկ վայրեր կան, որտեղ կուզեի էլի ու էլի լինել։ Շատ եմ սիրում հատկապես ծովափնյա գեղեցիկ քաղաքներ։ Ինձ միշտ ոգեշնչել են այն մարդկանց պատմությունները, ովքեր խելացի են, խորաթափանց, որոնց կյանքը անցել է շատ հետաքրքիր։ Ինձ վախեցնում են տգետ մարդիկ, տգիտությունը մարդկային արատներից ամենասարսափելին է։ Կյանքն անտանելի կլիներ առանց սիրո, ընտանիքի։ Իմ կյանքի ամեն ժամանակահատված իր դժվարություններն ունի, համենայն դեպս այդ փուլերը կարծես թե հաղթահարել եմ եւ դրանցից դուրս եմ եկել պատվով։ Միշտ նախընտրում եմ շփվել հասկացող մարդկանց հետ, այն մարդկանց հետ, ովքեր աշխարհայացքով նման են ինձ։